տարբերակով ներկայացրեցին եւ շատ շնորհակալ եմ հա շատ շնորհակալություն բոլոր լրատվամիջոցներին մասնակցելու համար, որովհետև սա իսկապես շատ կարևոր process է, դուք շատ մեծ աշխատանք եք անում, որովհետև հանրությունը բացի հմեկից պիտի հնարավորություն ունենա նաև այլ ինֆորմացիա ստանալ, այլ աղբյուրներից ստանալ եւ ձեր աշխատանքը եւ ձեր նկատմամբ այդ վերաբերմունքը մեղմ ասած անհասկանալի հատկապես նախկինում լրագրող աշխատողների կողմից շատ գնահատելի է, շնորհակալություն բոլորի, ձեզ, մեզ, բոլորիս ծով համբերություն, ուժ չկոտրվեք, չհանձնվեք, չվախենաք, որովհետև մենք մեծ աշխատանք ունենք անելու եւ մենք պարտավոր ենք սա անել, որովհետև պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության երաշխավորները միայն քաղաքացիներն են։ Մարդիկ, ովքեր գնահատում են ու կարևորում են Հայաստանի Հանրապետությունը, մեր շահը, մեր պետությունը, մնացած պաշտոնյաները, որոնք ի պաշտոնե դա պիտի անեն, կարծես թե չեն ուզում նկատել, չեն ուզում լսել, չեն ուզում տեսնել, բայց դա իրանց խնդիրն է, որովհետև դա առաջացնելու է իրանց համար պատասխանատվություն, անձնական պատասխանատվություն։ Շնորհակալություն շատ։ Կարապետյան երեք Facebook-ով գրառում եք տեղեկացնելով լրատվամիջոցների, որ այսօր դատախազության դիմացակցի կանելու դրան մեկնաբանությունների բաժնում հաստատության եւ ռադիոյի հանձնաժողովը արձագանքել է, ասելով, որ հանրային հեռարձակման հանձնաժողով անվանում կառույց Հայաստանում գոյություն չունի, ապա անդրադարձել է ձեր տեքստին եւ նշելով, որ ձեր հայտարարությունից պարզ չէ, թե վերնշված կառույցներից որ մեկի նկատմամբ եք պահանջում քրեական հետապնդում սկսել, ենթադրում եմ, որ ծանոթ եք մեկնաբանության ես ամբողջությամբ չընթերցել ձեր արձագանքը։ Մենք կհրապարակենք նաև այն տեքստը, որը որ հանձնել ենք, մենք կհրապարակենք անպայման փորձելու ենք գտնել ինչ որ ելևէջներ չարձագանքելու կամ իրանց գործողությունները արդարացնելու, իրանց համար ամեն ինչը նորմալ է, իրանք նորմալ իրանց պատկերացումով ընթացքով գնում են, սա ոչինչ չի փոխելու։ Մենք տեքստը կհրապարակենք, թող տեսնեն, թե ինչի մասին է խոսքը եւ անհոգ լինեն, իրանց պատասխանատվության հարցը անպայման լինելու է։